ընդ որում ժողովուրդը ավելի շատ այս խնդրի հետ առերեսվում ուզում հասկանալ անեկդոտների, պատմությունների, սովորույթների տեսքով, քան պետությունը, քան պայմանականորեն ասած էլիտար շրջանակները, որովհետև էլիտար, այսպես ասած, շրջանակները այդ process-ի մաս են, որովհետև էլիտար շրջանակները կայսերական քաղաքականության մաս են, գիտակցաբար թե անգիտակցաբար, լինելով այն մեխանիզմի գործողության մեջ, որի նպատակը էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան զարգացած ազատ պետություն կայացումը թույլ չտալն է։ Եվ սա սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Այդ ժամանակ այդքան որ ասում են անվտանգություն, երկրորդ արտագաղթից հետո անվտանգությունն է։ Մենք մինչև հիմա չենք էլ հասկացել անվտանգությունը ինչ է, ինչ կոմպոնենտներից է ինքը բաղկացած, որովհետև ոչ մի համակարգ ինքը մի դետալից չի բաղկացած։ Ոնց որ ավտոմեքենա ասելով նկատի ունենանք անիվ կամ ղեկ։ Անիվ կարող ենք ունենալ նույնիսկ 4 հատ, բայց դա չի նշանակում, որ մենք մեքենա ենք։ Նստատեղ կարող ենք ունենալ նույնիսկ 15 հատ, բայց դա չի նշանակի, որ մենք մեքենա ունենք։ Շարժիչ էլ կարող ենք ունենալ, բայց դա չի նշանակի, թե մենք մեքենա ունենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է արձանագրել հետևյալը։ Եվ ես իմիջիալոց նաև իրական Հայաստանի մասին բանախոսությունների ընթացքում ես այդ թեմային անդրադառնում եմ, ես իսկապես ուզում եմ հասկանալ այդ երևույթը։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, այսինքն ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել, մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել, մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե ինչ հետաքրքիր բան, հայրենասիրական մոտեցում է։ Բայց սա լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է, հայրենասիրության այն բանաձևը, որը Ստալինը բան արել, այն ժամանակ այդ բաները չկար, upload արել մեր հանրային գիտակցության մեջ։ Եվ էլ եմ ասում, մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ որ մենք խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ հոգեբանական մակարդակում է, մենք պետքա խաղաղվենք։ Հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ կկորցնենք խաղաղությունը, որովհետև այդ նշանակում է, երբ որ մենք այդ խոսույթները շարունակում ենք, այդ նշանակում է մենք մտնում ենք կոնֆլիկտի մեր շուրջ բոլորի հետ մտնում ենք կոնֆլիկտի, իսկ այս պարագայում մեզ ինչ է պետք։ Մտնում ենք կոնֆլիկտի հետ ենք հասկանում, բա ոնց մի րոպե, բա մեր ռեսուրսները հետ չեն բավարար չեն եւ բավարար չեն լինելու այդ կոնֆլիկտի հետ համար։ Բա ինչ անենք։ Երաշխավոր փնտրենք ու գնացինք երաշխավոր փնտրելու։ Ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին։